Այն, որ Բաքուն հայ գերիների ու հատկապես Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ արգելված միջոցներ է օգտագործում, խոշտանգումներ իրականացնում ներգործության համար, հաստատում է Հայաստանի վարչապետը Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ընթացքում։ Պատգամավոր Գեգամ Նազարյանն է Բաքվի դատարանից տարածվող լուսանկարներն ու կադրերը հիշեցնում, հետաքրքրվում, ինչ է անում Հայաստանի կառավարությունը։ Մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով, այլ արգելված միջոցներով տեղի ունենում արգելված ներգործություն եւ դա բնականաբար անընդունելի է մեզ համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով իրենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում են, բայց առաջնորդվում են չվնասելու սկզբունքով։ Գերիների թեման շարունակեց Հայաստան խմբակցության պատգամավորը։ Բացի հայտարարություններից, էլ ինչ է անում Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է եւ մեծ հավանականությամբ նպաստ կբերի այդ ձեր ասած խնդրի եւ մյուս խնդիրների լուծմանը եւ բոլոր խնդիրների լուծմանը։ Բացի հայտարարություններից մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետեւ կարծում ենք, որ դա է այն գործողությունը եւ խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել։ Մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ, Ռուբեն Վարդանյանը 15-րդ օրը անցկացնում է հացադուլի մեջ։ Սրանք մեր մյուս ռազմագերիներն են, որոնց կյանքին եւս վտանգ սպառնում, մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, իր պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի վրա, այլև Հայաստանի պետական շահերի ու Հայաստանի քաղաքացիների շահերի վրա։